Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղի այս խրճիթ հիշեցնող տան մեջ է ապրում տիկին Ոսկին իր ամուսնու և 7 անչափահաս երեխաների հետ։ Պետությունից ստանում են ընդամենը 50,000 դրամ նպաստ մեկ երեխայի համար։ Փողոցից հավաքում են ապակիներ, մետաղ, վաճառում և հոգում կենսական կարիքները։ Տունը, որտեղ ապրում են անչափահաս երեխաները իրենց ծնողների հետ, իրականում կիսաքանդ կացարան է։ Մահճակալները դրված են հողի վրա։ Պատերը չեն վերանորոգվել, խոնավ է, կենցաղային պայմաններ չկան։ Տանիք ունենանք, պեսի բան էլի, ջարդուր դա, դրա համար, ուրիշ չգիտեմ։ Ես առաջնահերթ կուզեի գրիշս փոխվեր, որովհետև այս սարքի հենց անմիջապես կողքից ջուրը լցվում է ու տարածվում ամբողջ բանով կատկթում տան մեջ։ Մի 4 եւ 5-6 տեղից կատկթում է, դաժե այսես պատն էլ է խոնավ օբշե պատը, կուխնյայի ու բաղնիքի պատը։ Ես կուզեմ ինձ մի հատ լվասկի մեքենա լինի, որ ձեռով չլվանա։ Մի հատ դուխովկա լինի, որ նորմալ հաց ուտեն երեխեքը, ոչ թե փեջի վրա լավաշ թխեմ, մի օր հասցնեմ, մի օր չէ։ Ինչպես արդեն նշեցի, պետությունը միայն մեկ երեխայի համար է նպաստ հատկացնում։ Այնպիսի տպավորություն է, ասես 6-ը համակարգի համար գոյություն չունեն։ Ճիշտն ասած, այն վաղ նպաստ է ելել, այն վաղ տղես նորմալ է ելել, լավ է եղել, աշխատանք են ունեցել, թեկուզ սեզոնային, բայց լավ աշխատանք են ունեցել, լավ է եղել, ոչինչ, յոլա ենք տանում, սես ծայրահեղություն չի եղել։ Դե երկար ժամանակ ամուսինս բարկավան կողնային, չկարացինք տանենք հիվանդանոց, դրա համար այսպես գլխի վրա շուռ եկանք կոպիտ ասած։ Մի պետություն, որտեղ նախարարին վարչապետը մեկ ստորագրությամբ $20,000 պարգևավճար է տալիս, այդ պետության ներսում ապրում է մի ընտանիք, որը ապակի եւ մետաղ է հավաքում վաճառելու եւ անչափահաս երեխաների կարիքները հոգալու համար։ 40 համայրապարկ սենց ջարդ ենք հավաքում, նենց էլ երևի մի 6-7 հատ նենց են կարմիր բաներով երկաթ, մի 20 հատ էլ պարկերով, մի 15-ից 20,000 փող է դուրս գալիս։ Երեխաներից մեկն ունի աչքերի եւ սրտի խնդիր։ Բուժում է պետք, հետազոտություններ են պետք, բայց գումար չկա։ Աղջկա հաշկերը ցավում է, ես չեմ կարող տանեմ հիվանդանոց։ Ինքը սրտի խնդիր էլ ունի, անցք ունի սրտին, էդի տանում եմ, բայց աչքերը նորա սկսե չեմ կարող տանեմ։ Այսինքն երեխայի առողջությունը կախված է նրանից այդ օրը որքան մետաղ կհավաքեն, որքան ապակի կվաճառեն։ Սա 90-ականները չեն, սա այսօր է, մեր իրականության մեջ։ Ինչ երազանք ունեք։ Հեծանիվ։ Ես ուզում եմ, որ ինքուրիկի աշկեր լավ լավանա, այն պապանը գործ գտնի։ Ուզում եմ, որ ես հեծավեն ունանամ։ Իրեք քուրիկներս ապրենք ուրիշ տուն։ Դե խոզներ կպահենք, վառելիքներ կբան, կպեջեք վառենք, հիմա էս քիչ է։ Այսպես փայտեր ինչի եք հավաքել։ Վառելիքի համար։ Սա մեկ ընտանիքի հուզիչ պատմություն չէ, սա պետության վարած քաղաքականության մասին է։ Ցեզաննա, դե սերվանները դրել ենք, այնտեղ սենյակ են կդրել։ Էս էլ է սենյակ, օղակի փող։ Մնացած երեխեքը ստեյք։ Հողի վրա։ Հա, կեսը բան են արել, տղաս կեսը սենց սարքելա, ստեղ երկու տղերքն են քնում, Բայց այստեղ շատ խոնավ է, ինչպես են կարողանում։ Մի կերպ, առում ենք երեկոյան ժամերին, ստե բացում ենք, տաքությունը ստեղ է գալիս։ Տիկին Ոսկին ունի եւս մեկ տղա։ Արթուրը 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարվել է ծառայության ժամանակ։ 3 ամսվա ծառայող էր, ցավը տանեմ տարան պոստերը ինժեներական աշխատանք անելու։ Նոյեմբերի 15-ն էր, զանգեց ասես, մամ, գիտես, ըստե ինչքան ձուն կա։ Հաջորդ օրը 16-ին զանգեց, ուղիղ կես ժամ խոսացինք, այլ ասած լրիվ երեխեքից խոսացինք։ Սաղ ազգուտակից ոնց որ հարցը փորձ արեց։ Ամեն տեսակ չանցած կես ժամ մենք զանգում ենք իրան անհասանելի։ Դες բան չէր եղել, բայց լավ երևի զայրատկեն է նստել։
Հաջորդ օրը արդեն այս մասիցս, սենց սրտիցս կոկորտս խեղդվում եմ, չեմ կարում շնչեմ։ Ամուսինս գնաց հասավ ջերմուկ 13 գերիների հետ, ինքն էլ էր գերի։ 3 ամիս գերության մեջ է եղել։ Վերադարձել է առողջական խնդիրներով, որոնք ձեռք է բերել գերության ընթացքում։ Իսկ ինչ է արել պետությունը։ Իսկի մենք գերությունից հետո իրան չեն թողել տուն գա, 8 ամիսեր երեխեքը չէին տեսել իրան։ Բանից, ասում եմ, ռազմականից տարել եմ միանգամուց ճամբարակ։ Հրամանատարն ասում է, բա նոր է եկել, բան ասում ցավը տանեմ, տունը 8 հատ երեխա կա, այդ երեխեքը ուզում են իր աղբորը տենան, 8 ամիս ծավել է, իրանք չեն տեսել։ Գերությունից վերադարձել է, սակայն տուն Նորից չի եկել։ Անմիջապես տարել են ծառայության։ Հա։ Ազնվությամբ, հա։ Ինչպես պատմում է Տիկին Ոսկին, վիճաբանություն է տեղի ունեցել ծառայության ժամանակ եւ Արթուրին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղում ախտորոշել են ասթենոնևրոտիկ համախտանիշ։ Հատ հարևանն էինք, ասում էր, այս երեխեն միջև բանակ գնալը ձենը չէի լսում։ Ինչ եկել է, այս երեխեն ոնց որ մի հատ խելագար լինի։ Գերությունից հետո է։ Գերությունից հետո ամեն մի փոքր շշուկը, աղմուկը իր վրան ազդում էր։ Այ հիմնականում ինքը որ տունն է լինում, այս աղջիկն է իր մոտ գնում, աղբոր հետ խաղում է, որ շատ վաղ ինքը չմեկուսանը, կարող է գնա շենքի հետևը նստի կանչես, զանգես իր համարին, ձեն չհանի, ժամերով մանգամ չգտնեմ։ Այս տպաբանն է, իր մոտը անընդհատ մեկուսանա, բայց մեզ ասել են նենց արեք, որ ինքը մենակ չլինի, իր հետ մարդ լինի։ Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ է արել պետությունը։ Գերությունից վերադարձած զինվորին կրկին տարել է ծառայության։ Եվ ուրեմն պարզ հարց պետք է տալ իշխանությանը. սա է ձեր սոցիալական քաղաքականությունը, սա է ձեր վերաբերմունքը զինվորի ընտանիքի նկատմամբ, սա է ձեր աջակցությունը բազմազավակ ընտանիքներին։ Մի հատ մարդ մի հատ կնոջ հետ եկան, ասեցին ինչ որ, չգիտեմ ում մոտից են եկել, մի երկու հատ սենց հարցեր տվեցին, գնացին։ Ու գնացին, չկան։